Հայաստանի 660 հազար կենսաթոշակառուներից և նպաստ ստացող քաղաքացիներից միայն 48 հազարն է հունվարի դրությամբ կանխիկ ստանում վճարումները։ Ասել է, թե կամ փոստատարն է ամեն ամիս այցելում նրանց բնակարան, կամ իրենք են այցելում Հայփոստ։ Այս ցուցանիշին կառավարությունը հասել է խրախուսական միջոցառումների շնորհիվ, ինչպիսին է օրինակ 20% հետվճարի ներդրումը։ Վերջի ժամանակներս ավելի մեծ տեմպ ունեինք մենք, հատկապես 2025 թվականի կեսից սկսած, թե մեր խրախուսական միջոցառումների տեղեկատվական, այսպես ասած արշավների շնորհիվ եւ թե նաեւ հետվճարի շնորհիվ, որտեղ մենք ունենք 12% հետվճար մինչեւ 6000 դրամ եւ մենք տեսնում ենք աճը եւ աճի տեմպը ավելի արագացավ դեկտեմբեր ամսից սկսած։ Ինչպես հայտնի է, ապրիլի 1-ից ամբողջությամբ անցում կկատարվի պետական այս վճարների տրամադրման անկանխիկ եղանակի, իսկ մինչև այդ անհրաժեշտ է նաև քաղաքացիների այդ շերտին իրազեկել միասնական սոցիալական ծառայության հարթակում գրանցվելու բանկ ընտրելու եղանակների մասին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է օնլայն կամ սոցիալական ծառայության աշխատակիցների օգնությամբ կատարել, իսկ ինչ քայլերի միջոցով կարող են թոշակառուները գրանցվել համակարգում։ Վճարման անկանխիկ տարբերակին անցնելու և անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից օգտվելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը։ Նախ պետք է մուտք գործել միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների հարթակ։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք գրանցում կոճակը եւ համապատասխան դաշտերում լրացրեք ձեր անձնական տվյալները։ Այնուհետ ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք կենսաթոշակի եւ նպաստների առցանց դիմումներ բաժինը, ապա բացված պատոհանում մուտքագրել վճարող կազմակերպության բանկի ընտրության դիմում ենթաբաժինն ու լրացրեք ձեր դիմումը։ Ես կարծում եմ, որ սա թե ձեռնտու է մեր քաղաքացիներին, որտեղ կարողանալու են ըստ էությամբ անկախիկ նաև առևտրի միջոցով բարձրացնել իրենց կենսաթոշակը կամ նպաստը եւ թե նաև ձեռնտու է թափանցիկության տեսանկյունից, այդ գումարների ճշգրտության տեսանկյունից եւ նաև բյուջետային միջոցների խնայողության ինչ որ առումով, քանի որ մենք նաև այդքան գումար ծախսում ենք այդ փոստային ծառայությունների վրա, որը կուղենք արդեն հենց այդ կենսաթոշակներից եւ նպաստներից գոյացող հետվճարին, այսինքն դրանով ոչ թե կվճարենք Հայփոստին, այլ կվճարենք հենց քաղաքացիների գումարները։ Կամ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն ֆունկցիոնալության լուրջ խնդիր եւ չեն կարող տեղաշարժվել, ինչը առաջարկելու նրանց նախարարությունը։ Արսեն Թորոսյանը հիշատակում է կարգավորումը, որով թույլատրվում էր 75 տարեկանից բարձր եւ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խանգարման խոր եւ ծանր աստիճան ունեցող քաղաքացիներին օգտվել կանխիկից, այսինքն ստանալ արձեռն, սակայն շատերը չէին օգտվում հնարավորությունից։ Նրանց էլի մեծ մասը օգտվում էր անկանխիկից, որտեղ նաև նշեցի թե հարմարավետությունը եւ թե հետվճար ստանալու հնարավորությունը։ Իդեպ մի բան էլ կա, որ մեր քաղաքացիները հաճախ չհաշվի չեն առնում, անկանխիկի դեպքում գումարը նստում է շատ արագ եւ ըստ էության հենց առաջին աշխատանքային օրը մեծամասնությունը ստանում են, իսկ Հայփոստով առաքվելու դեպքում դա երբեմն կարող է մի քանի օր տևել, կախված հեռավորությունից, բաժանմունքների։ Իհարկե մենք նաև հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք դժվարություն են ունենալու բանկ այցելելու, բանկում քարտ ձեռք բերելու եւ մենք այս 3 ամի ժամանակը վերցրել ենք, որպեսզի հատուկ կարգեր մշակենք, թե ինչպես ենք այդ քաղաքացիներին օգնելու, որպեսզի նրանք որևէ կերպ չզրկվեն իրենց կենսաթոշակից եւ նպաստից։ Դա կկազմակերպվի ամենայն հավանականությամբ տնայցերի միջոցով, սակայն եղանակների մասին դեռևս խորհրդակցում են։ 3 ամիսների ընթացքում կառավարության որոշմամբ լուծում կտրվի։ Ինչ վերաբերում է թոշակառուների որոշ խմբի այն մտահոգությանը, թե չեն կարողանա գումարը ծախսել կանխիկ եղանակով, ապա տնօրինման հարցում նրանք ազատ են։ Միայն թե այդ դեպքում կզրկվեն 20% հետվճարի հնարավորությունից։ Վարդուհի Արզումանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։